Սահմանադրագետների կարծիքը այս որոշման հետ կապված, խնդրեմ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված են փոփոխությունների 3 ռեժիմներ, նախ գոյություն ունեն անփոփոխելի հոդվածներ, կան գլուխներ եւ հոդվածներ, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով, եւ երրորդը փոփոխություններ, որոնք կարող են կատարվել օրենսդիր մարմնի ազգային ժողովի կողմից։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են, անհրաժեշտ է ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Նախաձեռնությունը տեղի ունենալու պարագայում նախագիծը դրվում է քվեարկության ազգային ժողովում եւ այն պետք է հավաքի падգամավորների ընդհանուր թվի 2/3 ձայները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը, այլ կերպ ասած կառավարությանը ներկայացվող պահանջները, որտեղ որ հղում է տրվում падգամավորներին ներկայացվող պահանջներին, ինքը կարող է փոփոխվել ավելի պարզեցված, այսինքն ազգային ժողովի կողմից։ Պետականագիտական առումով կարևորագույն հարցերը պետք է շատ խորքային քննարկման առարկա դառնան, նոր համտասխան որոշումներ կայացվեն։ Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարող է փոփոխվել ազգային ժողովի կողմից ձայների որակյալ մեծամասնությամբ, այսինքն դա այն բացառությունների մեջ չի մտնում, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ Այո, ազգային ժողովը կարող է փոփոխել վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին ներկայացվող պահանջները։ Սահմանադրության որոշ դրույթներ փոփոխվում են ազգային ժողովի որոշմամբ, կոնկրետ 202-րդ հոդվածի առաջին մասում նշված են այն հոդվածները, այն գլուխները նաև, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ 148-րդ հոդվածը այդ ցանկում չկա։ Սա նշանակում է, որ մենք պետք է ղեկավարվենք, եթե փոփոխելու անհրաժեշտություն հիմքեր լինեն, 202-րդ հոդվածի երկրորդ մասով համաձայն, որի այդ փոփոխությունները կատարվում են արդեն ազգային ժողովի որոշմամբ։ Ազգային ժողովը առանց հանրաքվեի կարող է սահմանադրության որոշ գլուխներում եւ հոդվածներում կատարել փոփոխություններ։ 148-րդ հոդվածը չի մտնում 202 հոդվածի առաջին մասում սահմանված այն գլուխների եւ հոդվածների ցանկում, որոնց համար պարտադիր է հանրաքվեի անցկացումը։ Մեր երկրի հայտնի սահմանադրագետներն են ասում, իրենցից շատերը մասնակցել են սահմանադրության ստեղծմանը։ Եվ մեր ծրագիրը հետևյալն է. ընտրություններից 20 օր անց ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ։ Ժողովրդի վստահությամբ եւ ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մենք վստահ ենք, որ բոլորս միասին շրջելու ենք մեր զարգացման անիվը, վստահ ենք, որ հաղթելու ենք ու վստահ ենք, որ կառուցելու ենք այն Հայաստանը, որի համար բոլորս պայքարում ենք։